Սիրելի սովորողներ, սիրելի 4-րդ դասարանցիներ, մեր սննդակարգում ինչ սննդանյութեր պետք է կիրառենք, որ մեր սննդակարգը լինի բազմազան և առողջ։ Սպիտակուցներ, ճարպեր, հանքային նյութեր, ածխաջուր, ջուր, վիտամիններ։ Կեցեք խելացիներ։ Սիրելի սովորողներ, սպիտակուց որ մթերքների մեջ կան։ Հավի ձու, պանիր, կաթնաշոր, միս, ձուկ։ Կեցեք։ Միքայել, գիտնականներն ինչպես են անվանել սպիտակուցը։ Պրոտեին։ Պրոտեին, կեցես։ Իսկ ինչ է նշանակում պրոտեին։ Առաջին տեղը զբաղեցնող։ կեցեք, այսինքն այնքան կարևոր է սպիտակուցը մեր օրգանիզմի համար, որ գիտնականներ այն համարել են առաջին տեղը զբաղեցնող։ Իսկ ինչերեն բառ է պրոտեին է։ Հուներեն, չէ՞, կեցես իմ աղջիկ, հուներեն բառ է։ Երեխաներ, որ մթերքներում կան ճարպեր։ Կարագին, տավարի ճարպ, խոզի ճարպ, հուսական ճարպեր, օրինակ ձեթեր։ Կեցեք։ Սիրելի սովորողներ, ձեթի ինչ տեսակներ գիտենք։ Ձիտապտղի ձեթ, արևածաղիկի ձեթ, նշի ձեթ, բամբակի ձեթ։ Կեցեք։ Երեխաներ, ածխաջրեր էլ ինչի մեջ կա։ Շիլաների, հացերի, բանջարեղենի, մրգերի, հատապտուղների։ Ապրեն իմ խելացիները։ Երեխաներ, մարմնի ոչ մի օրգան եւ բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց ինչերի։ Նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆոր եւ այլ հանքային նյութերի։ Կեցեք իմ խելացիներ։ Երեխաներ, մարդու օրական սննդակարգի մեջ որքան սննդանյութեր են մեզ հարկավոր։ 100 գրամ սպիտակուց, 85 Գրամ ճարպ, ճարպ, 400 գրամ հանքային ջուր, հանքային նյութեր, 2 լիտր ջուր։ 2 լիտր ջուր, այո երեխաներ։ Եվ մի հարց, մարդն առանց ջրի քանի օր կարող է։ 3-ից մինչև 4։ Այո, մարդն առանց ջրի կարող է ապրել 3-ից 4 օր, չէ երեխաներ։ Եթե համապատասխան չափաբաժինը մարդը չընդունի ջրի, Աշխարհի ամենահամով բանն է։ մարդը կարող է ջրազրկվել, չէ երեխաներ, ջուրը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։